Պարոն Յունանեսյան, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը դադարեցնում է իր գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, քանի որ այդ կազմակերպությունը չի կարողանում երաշխավորել երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը։ Իր հերթին նաև ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը ի վիճակի է վերսկսել հարստացնել ուրանը, ինչի մասին նաև ավելի վաղ Իրանի նախագահն էր խոսել։ Եվ այս ամենի ֆոնին մենք ինչ ունենք։ Մենք ունենք այն, որ Միացյալ Նահանգները ուրեմն տոնում է իր հաղթանակը այս 12-օրյա պատերազմում, Իսրայելը իր հաղթանակն է տոնում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունն է տոնել իր հաղթանակը։ Իրականության մեջ ով է հաղթել։ Իմ անձնական տեսակետը դա է, որ ոչ մեկ կողմ չի հաղթել, որովհետև թե Իրանը, թե Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց նկատմամբ։ Իմ կարծիքով պատերազմը ժամանակավորապես կասեցված է եւ ամեն րոպե կարող ենք նոր պատերազմի ականատես լինենք, բայց միջուկային առումով այո, ճիշտ եք, Իրանը շատ արագ կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը, այդ հնարավորությունը ունի, բայց NPT-ից կամ ՄԱԳԱՏԷ-ից դուրս գալը ես կարծում եմ դա Իրանի իրավունքն է, որովհետև այդ կառույցը չկարողացավ ապահովել Իրան-Ամերիկա բանակցությունները եւ հենց այդ բանակցությունների ընթացքում էր, որ մենք տեսանք Իսրայելը միակողմանի խախտեց ՄԱԿ-ի կանոնները եւ հարձակվեց Իրանի վրա եւ ես կարծում եմ դա Իրանի իրավունքն է, որ այդ կառույցին թույլ չտա Իրանում ներկա լինել եւ դուրս գալ, բայց այն ինչ որ պարզ է դեր հղի է այս խնդիրը երկար կտեսնենք եւ ամեն րոպե կարող է որ նորեն պատերազմը վերսկսվի եւ ես կարծում եմ թե Իրանը թե Իսրայելը երկու կողմն են պատրաստ են ապագա պատերազմի։ Դուք ասացիք, որ ըստ ձեզ Իրանը չի ընդհանրապես հաղթող կողմեր չկան, այդ թվում նաև Իրանը, բայց միևնույն ժամանակ նշում եք, որ Իրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը։ Եթե կարող է վերսկսել, ապա դա ինչու չենք համարում հաղթանակ։ Բնականաբար կարելի է ասել հաղթանակ, բայց որովհետև մեծ մասը Իրանի միջուկային ծրագիրը հարվածի տակ է եղել, դեռ ամիսներ կտևի, որ վերականգնվի, եւ չմոռանանք, որ այս ընթացքում թիրախավորվել են շուրջ 17 Իրանի միջուկային ծրագիրի մասնագետներ, վարպետներ, որը դրա վերականգնումը գուցե մի քիչ ուշ տևի եւ ես այդ պատճառով եմ ասում, որ ոչ մի կողմը այս փուլում դեռ հաղթող չի եւ պետք է տեսնենք ապագան ինչ կապացուցի։ Փեզեշքյանը եւ Ալիևը անցյալ շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Փեզեշքյանը հատուկ ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգության հետ կապված բոլոր ասպեկտներին, նաեւ միևնույն ժամանակ հիշեցրել է այն խոսակցությունների մասին, ըստ որի Իսրայելը իր ուղաթիռները, իր ինքնաթիռները անցկացրել է Ադրբեջանի տարածքով, այսինքն ներկայումս Ադրբեջանի խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների մասին է, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, սակայն այս հարցում դեռ Ադրբեջանը որևէ ասելիք չունի, պաշտոնական կարծես թե որևէ վերջակետ չի դրվել այս հարցերի հետ կապված։ Երկու երկրների հարաբերությունները արդյոք կարելի է այս ֆոնին համարել ռիսկային կամ ռիսկի գոտում։ Այո, այդպես է, բավականի այս օրերի ընթացքում Իրանի լրատվամիջոցները խոսում են այդ մասին։ Դուք ճիշտ եք, Փեզեշքյանը Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը մատնանշել է, բայց չմոռանանք, որ Ալիևի պատասխանն է եղել իր, եթե չսխալվեմ, մի մուսաբաթ թերթի հետ, լրատվամիջոցի հետ, որը ասել է, որ Փեզեշքյանի խոսքերը ոչ մի հիմք չունեն, շատ լարված իրավիճակ է, հենց այսօր առավոտյան ես հետևում էի Էհսան Մովահեդյանին, իրանցի մասնագետին, որը պրես կոնֆերանս ուներ, այս մասին էր խոսում եւ շատ կոշտ արտահայտվավ Ադրբեջանի նկատմամբ եւ փաստերով ներկայացնում էր, որ լրիվ այդ անօթաչու թռչող սարքերը Արցախի օկուպացված տարածքներից են մուտք գործել Կասպից ծովի ափ եւ Կասպից ծովի ափից դեպի Թեհրան եւ հյուսիսային Իրանի շրջաններ։
լարված իրավիճակ է եւ կարելի ասել, որ շատ ռիսկային։ Բաքու-Մոսկվա հարաբերությունները հիմա երևի թե ավելի ուրեմն սուրեն, ավելի լարված են, քան Իրան-Իսրայել հարաբերությունները, գոնե այս պայդրությամբ, եւ հաշվի առնելով Մոսկվա-Թեհրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, մենք ինչ կարող ենք ասել, Բաքու-Մոսկվա հարաբերությունները որքանով կարող են ազդել Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Թողեք այս հարցը ուրիշ կերպ ես պատասխանեմ։ Մենք տարիներ շարունակ, հատկապես վերջի 7 տարվա ընթացքում երազում էինք, որ օրերից մեկ օր Իրան-Ադրբեջան եւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները վատարանա, դա տեղի ունեցել, բայց դժբախտաբար տեղի են ունեցել մի ժամանակահատվածում, որ մենք չունենք Հայաստանում այնպեսի իշխանություն, որ կարողանա օգտագործի այս պահը։ Բնականաբար Ռուսաստանը ելնելով Իրանի հետ ռազմավարական գործընկեր, ես կարծում եմ, որ դա ուղղակի կազդի Իրանի վրա եւ թե Ռուսաստանի վրա, եւ ես կարծում եմ, որ այս փուլում Իրանն ու Ռուսաստանը համատեղ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ եւ ափսոս, հազար անգամ ափսոս, որ մենք չունենք ազգային իշխանություն Հայաստանում, որը կարող էր այս պահից ամենալավ օգուտը քաղել մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի համար։ Դեռ 5 օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանին ասեց, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում, վերահաստատեց, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում ոչ Թեհրանի, ոչ Հայաստանի շահերից։ 12-օրյա պատերազմում Իրանի այս կոչենք պայմանական հաղթանակ, այս պայմանական հաղթանակը որքանով ամրապնդեց Իրանի դիրքորոշումը այս հարցում։ Տեսեք, ես կարող եմ ասեմ Փաշինյանի այցը Թուրքիա հենց պայմանավորված էր Իրան-Իսրայել այս պատերազմում։ Այսինքն Իրանը, դուք ճիշտ եք, միշտ ասել է, որ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը կամ Սյունիքով անցնող միջանցքը իր կարմիր գիծն է եւ չի բխում Իրանի եւ Հայաստանի շահերից, բայց ես բազմաթիվ անգամ իմ հարցազրույցներում ասել եմ, եթե Հայաստանի իշխանությունը ցանկանա միակողմանի զիջման գնա եւ այդ Զանգեզուրի կոչված Զանգեզուր միջանցքը անցնի Թուրքիային եւ Ադրբեջանին, այդ պարագայում Իրանը ինչ է կարող անել։ Ես կարծում եմ Իրանը ոչինչ։ Իրանը ռազմական ճանապարհով, եթե Ադրբեջան կամ Թուրքիան դիմեին Զանգեզուրի միջանցքի առումով, ես կարծում եմ այո, կարող էր միջամտել, բայց հերեմ անդրադառնում Նիկոլ Փաշինյանի այցի Թուրքիա, որովհետև այդպես ամեն ինչը խոսքերը զուգադիպաբար չի լինում, որը Թուրքիայում Թուրքիայի հայերի հետ հանդիպման ինքը վերցրեց Զանգեզուրի միջանցքի մասին խոսեց եւ ասեց, որ ինչ կլինի, եթե թուրքեր ուզում են միանան Միջին Ասիայի երկիները թող անցնեն Հայաստանի տարածքով, մենք էլ կշահենք։ Ես կարծում եմ այդ այցը նպատակ ուներ եւ իմ կարծիքով Փաշինյանը համաձայնվել է Զանգեզուրի միջանցքը տրամադրել եւ այդ րոպեներին, որ Իրանը պատերազմի մեջ էր, հարմար առիթն էր, որ տեսնեն, որ Իրանի ռեակցիան ինչ կլինի եւ Իրանը շատ շուտ հասկացավ այդ բանը եւ անմիջապես պարոն Սոբհանին Հայաստանում պրեսկոնֆերանսի ընթացքում նորեն շեշտեց այդ հարցը, բայց ասում եմ, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն թղթով հանձնեն, Իրանը ոչ մի բան չի կարող։ Եվ քանի որ Հայաստանի իշխանություններից խոսեցիք, ինչպես գիտեք, Հայաստանում երկու իշխանությունների հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև բանավեճի մասին, նուրբ եթե փորձենք ձևակերպենք բանավեճի մասին բոլորին է հայտնի, այս բանավեճը Իրանից ինչպես է երևում, ինչ վերաբերմունք ունի տեղի հայ համայնքը այս հարաբերությունների հետ կապված հարցում, թիրախավորման, եկեղեցու թիրախավորման եւ Իրանի իշխանությունների ներսում արդյոք զգացել եք վերաբերմունքի փոփոխություն կամ վերաբերմունքի ձևավորում հանդեպ այս իրադարձությունները, մասնավորապես մայրաթոր ներխուժում, երկու հոգևորականների բարձրաստիճան հոգևորականների կալանավորում եւ ուրեմն կալանավորում այն մարդու, ով աջակցություն է հայտնել եկեղեցուն։
Տեսեք, նախ անդրադառնամ ձեր հարցի պատասխանին, պետք է ասեմ, ես իրոք զարմանում եմ, որ Հայաստանում մեր քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմությունը եւ գիտակից հատվածը զարմանում է, որ ինչու նման բան է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ սրանից ավել վատն էլ տեղի կունենա, եթե այս իշխանությունը մնա եւ պետք է զարմանանք։ Ես գուշակում եմ շատ շուտ ամիսներին, ապագա ամիսներին մենք կտեսնենք թեկուզ Հայաստանում գուսակցությունների արգելափակումը, կասեցումը իրենց գործնեության, ազգային գուսակցությունների նկատի ունեմ, եւ դա բոլորովին զարմանալի չէ, զարմանալի դա է, որ դեռ Հայաստանի մեր ընդդիմությունը եւ գիտակից հատվածը չի ընկալում, որ այս իշխանությունը ինչի համար է եկել գործի, դեռ մտածում են, թե սխալվում են, գուցե փորձ չունեն, գուցե դիտավորյալ չի արվում, բայց ես համոզված եմ, որ սա արվում է ծրագիրի ճիշտ ծրագիրի ուղղությամբ եւ ժամացույցի պես այս իշխանությունները կատարում են այդ պարտականությունները, որ իրենց ուսերին դրված է։ Բայց եկեղեցու դեմ այս հարձակումները, որ տեղի ունեցավ, բնականաբար իրանահայ համայնքը ելնելով Հայաստանի հետ սահմանակից երկիր եւ այն չէր կարող անտարբեր լինել, անմիջապես թե Իրանում Թեհրանում ազգային առաջնորդարանը դա դատապարտեց եւ թե Իրանում հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակը դա դատապարտեց, հայ դատի գրասենյակը դատապարտեց եւ այն ինչ որ ասում եմ դժբախտաբար վերջի 10 օրը որտեղ համընկնում էր Իրանում պատերազմի եւ ինտերնետը շուրջ 7 օր լրիվորեն անջատված էր, մենք չկարողացանք ժողովրդի ռեակցիան տեսնենք այս հարցի շուրջ։ Հիմա քիչ որ ինտերնետը վերականգնվում է եւ շփումները տեղի են ունենում համայնքային, մենք կարող ենք ավելի ճիշտ պատկերացում ունենանք այս հարցի նկատմամբ, բայց այն ինչ որ պարզ է, որևէ մի հայ չի կարող անտարբեր մնա այս հարցի նկատմամբ։ Իրանական առումով էլ ասացին, որովհետեւ Իրանը ինքը գտնվում է պատերազմի մեջ, դեռ ես անձամբ բացի մի երկու տելեգրամյան ալիք արձագանք չեմ տեսել իրանցիների կողմից այս խնդրի շուրջ։